Քանի որ ապրիլի 1-ը այսպես սովորաբար մեր ժողովրդի մեջ խաբելու օրն է, իսկապես թոշակները բարձրանալու են, թե ամեն դեպքում կարող է մեր սիրելի տատիկ պապիկները կտեսնեն, որ այդ օրը 10,000 դրամ ավել թոշակ ստացան, քան սովորաբար են ստանում եւ այդ օրը խաբելու օրը չի, այդ օրը հումորի, ժպտալու, ծիծաղի օրն է եւ մեր տատիկ պապիկները կունենան եւս մեկ առիթ ժպտալու, ծիծաղելու եւ իրենց ծերությունը ավելի բարեկեցիկ վայելելու, քան մինչ այս է եղել։ Իսկ նախագիծը եւ որտեվ դեռ նախագիծ չկա, չէ՞, դա ինչ պետք է լինի, բյուջեին փոփոխություն պիտի լինի, ինչ պետք է լինի, ինչ։ Մենք դա արագ կազմակերպենք դա։ Առաջիկա նիստերում դա Ներքին վերաբաշխումներով էլ այդպիսի հարցերը կարող են լուծել։ Առանձին բյուջեի փոփոխություն օրենք խորհրդարանով պետք չէ։ Կարող է եւ կարիք լինի, որովհետեւ այնտեղ բյուջեի մասին օրենքում կա սահմանաչափ։ Այսինքն կա սահմանաչափ, որի շրջանակում կառավարությունը իրավունք ունի ցանկացած փոփոխություններ անել։ Կա մի սահման, որից դուրս իրավունք չունի։ Ես դա ֆինանսների նախարարության տիրույթում է, եթե այդ սահմանը հաղթահարենք, բնականաբար պետք է գանք եւ դիմենք ազգային ժողովին, խնդրենք թույլտվություն տալ փոփոխություն անել։ Եթե ոչ, բնականաբար դա կառավարությունը կարողանալ անել, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կառավարությունում կամ ազգային ժողովում մենք այդ մասով խնդիր կունենանք, որովհետև քաղաքական մեծամասնությունը ակնհայտորեն նույնպես աջակցում է, որպեսզի 600,000 եւ ավել կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանա։ Մոտավորապես ամսական որքան գումարի մասին խոսք։ Դե ես ասացի, միլիոն դոլարի կարգի 75 միլիարդ լրացուցիչ իմ հաշվարկներով մոտավորապես այդքան լրացուցիչ գումար է պետք լինելու։ Դրա մի մասը արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասը արդեն իսկ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալի տեմպերը մենք տեսնում ենք, լրացուցիչ նաև եթե կարիք առաջանա, արդեն կտեսնենք, մենք որոշակի ծրագրերում կանենք նաև մենք անընդհատ մեր ծրագրերի մեջ օպտիմիզացիա ենք անում եւ մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողում, որ մնա։ Երեք Նարեկ Կարապետյանը ասում է, որ Սամվել Կարապետյանը մինչև վերջ իր դեմքով գնալու է եւ իշխանությունն այսպես ասած վախենում է հաղթանակից, դրա համար Սամվել Կարապետյանին կալանքի տակ է պահում, այսինքն այս գործընթացները սկսեցին, ինչպես կմեկնաբանեք։ Արգելի գործընկերներ, ժողովուրդը, ես վստահաբար ձեզ ասում եմ, որ ժողովուրդը իր իշխանությունը պահելու է, ժողովուրդը չի տալու այդ իշխանությունը քրեա օլիգարխիային, չի տալու ռուսաստանցի օլիգարխին, չի տալու հայաստանցի այն մյուս օլիգարխին, չի տալու Քոչարյան Ռոբերտին, իսկ ձեր ասած մարդը տեսեք, ժողովուրդ տեսեք, ինչ պիտի անեք, որ ժողովուրդը դուք կտեսնեք, թե հունիսի 7-ին մեր բոլորս կտեսնենք, որ թե մեր ժողովուրդը իր խոսքը ինչպես է ասում, հիմա ձեր նշած անձի մասով չեմ մեկնաբանի, որովհետև այդ մարդը ուղղակի չի կարող լինել ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, հետևաբար չի կարող լինել նաև վարչապետ, այդ մարդու շահերի կենտրոնը նվազագույնը 1/3-ով է Հայաստանում, որովհետև 2/3-ով Ռուսաստանում եւ Կիպրոսում է, եւ մի մարդ, որ օրվա 2/3-ը շատ նորմալ է, որ պետք է մտածի այլ պետության մասին, որովհետև այլ պետությունների քաղաքացի է, հենց այդպես է մեր օրենսդրությունը, մեր սահմանադրությունը, մեր օրենքները, ընդհանրապես աշխարհի օրենքների, ուրեմն դա այդ կոնտեքստում չի ասվել, դա ասվել է այն կոնտեքստում, որ որոշ նախարարներ կարող են օրինակ քննարկվել, բայց միջազգային ասեմ, որ դա քննարկվել է եւ որոշվել է, որ դա ոչ նպատակահարմար չի, շատ վաղուց, տարիներ առաջ։ Սա մեկ, այսինքն ինքը կառավարության որոշ անդամների մասին է, դա երբեք ազգային ժողովի падգամավորների կամ առավել եւս երկրի նախագահի կամ վարչապետի մասին այդպիսի բան չի եղել, էլի նորից կտրած է հատվածը։ Գիտեք, խոսքը ցանկացած խոսք հիմա նույնիսկ իմ
մեր հարցազրույցից կարելի է կտրել մի ուրիշ կերպներ եւ մեկնաբանություն հետը տալ, ստացվի որ ես լրիվ ուրիշ բան ասի։ Դա պետք է ամբողջական լինի։ Այս կոնտեքստում ես նորից եմ կրկնում, այդ մարդուն չենք անդրադառնում շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ մարդը չի կարող ունել վարչապետ, չի կարող ունել ազգային ժողովի պատգամավոր, որովհետեւ այդ մարդու շահերի կենտրոնը շատ փոքր մասամբ է Հայաստանում, այսինքն այդ մարդու շահերի հիմնական կենտրոնը Ռուսաստանի Դաշնությունն է, հետո Կիպրոսն է, հետո փոքր չափով Հայաստանը եւ մեր ունեցողությունը փառք Աստծո այդպիսի իրավիճակների համար շատ վաղուց ունի կարգավորում։ Անհանգստացած չեք, ինչու է ինչպես Նարեկ Կարապետյանը ասում, կալանավորված Սամվել Կարապետյանը մեր ձևով եկեղեցի։ Ներեք հիմա Հայաստանում կան ինչքան ես գիտեմ հազարավոր մարդիկ կալանավորված, դատապարտված եւ այլն, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող կամ արդեն դատարանում ապացուցված։ Հիմա այդ բոլոր մարդիկ, որ տարբեր պատճառներով կամ կալանավորված են կամ դատապարտված են, իրենցից վախենում եք, օրենք գոյություն ունի։ Այսինքն 2018 թվականին Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, հիմա օլիգարխ։ Տեսեք, երբ որ խոշոր կապիտալ ունեցող մարդը այն կետում, որտեղ որ ցանկանում է ձեռք բերել քաղաքական իշխանություն եւ այդ քաղաքական իշխանությունը ծառայեցնել իր անձնական նպատակների համար, ինքը դառնում է օլիգարխ։ Իսկ մենք մեր պետական համակարգ, կառավարման համակարգը եւ մեր ժողովուրդը իմ կարծիքով չի կարող թույլ տալ որևէ օլիգարխ, լինի դա Կալուգայից եկած, թե Աբովյանից եկած, ինքը հավակնի, տեսեք, ես ասում եմ, ձեր նշած մարդիկ, եթե ուշադրին եք, պատգամավոր չեն, եւ մյուսի մասին որ խոսիկ, չի առաջադրվել, ասում եմ, պատճառ ես հենց մեր ցուցակում չկա հարգելի գործընկերներ։ 26-ին չկա, բայց եղել է, չէ՞, 21-ից։ Ես ասում եմ, մեկ իրավիճակ է, երբ որ որոշ գործարաններ իմ կարծիքով դա նախ ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքականությունը քաղաքական գործիչներինն է եւ մեկ իրավիճակ է, երբ որ որևէ մեկ գործառույթությամբ է զբաղվում, կարող է լինել որևէ ցուցակում, մեկ իրավիճակ է, երբ որ ինքը մարդը քաղաքական հայտ է ներկայացնում կոնկրետ քաղաքական նպատակադրումներով եւ ոչ եթե կարելի լիներ ձեր նշած անznավորությունը կլիներ մեր ցուցակում։ Չկա։ Բայց այն ժամանակ անգամ ձեր թիմակից Տիգրան Ավինյանն էր դեմ արտահայտվել, որ բիզնեսն ու քաղաքականությունը։ Ես ասացի, ձեր նշած գործարարը կամ գործարար նախկինում գործարարությամբ զբաղվող մարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 26 թվականի նախընտրական ցուցակում չի լինի։ Սա բավարար չի ձեզ մեր դիրքորոշումը հստակ ձևակերպելու համար։ Ինչ թվում է բավարար։ Վստահ որ 50%-ից ավել տոկոսից ավել ձայն եք ստանալու։ Ինչու եք անհանգստանում, որ կարող է ընդդիմությունը միավորվել։ Թող միավորվեն։ Դուք ասում եք թույլ չենք տալու, ամենօր լայվեր եք անում։ Դուք որոշեցիք, որ մենք անհանգստանում ենք, մի հատ էլ անհանգստանալու հիման վրա հարցեր։ Շատ լավ, որ հետևում եք մեզ, շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Ոնց պատասխանեմ մի հարցի, որի պնդումը արդեն սխալ է։ Մենք Գյումրի 2 թույլ չենք տալու, ինչպես թույլ չեք տալու։ Երեք Ռուբինյանն էր ասում։ Սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու։ Եթե ունենալու եք, ինչու եք մտահոգված Գյումրի 2-ով։ Ունեցեք, թող իրենք որպես ընդդիմություն, այսպես հակասում են ձեր հայտարարությունը, սահմանադրական մեծամասնություն եւ Գյումրի 2։ Մեկի լինելը արդեն բացառում է մյուսը։ Պարոն Պապյան, ոստիկանապետերի այս տեղյակի Իմ ոլորտը չի տեղյակ չէ։ Այսպես կան քննադատություններ, որ եթե Փաշինյան օրինակ եկեղեցիներ գնալու է ամբողջ այս պաշտոնյաներին իր հետ չտանի, ավելի շատ այսպես հանցագործությունների կանխումով կզբաղվեն եւ պատճառն այն է, որ կարծես այս վերջին սպանություններն են պատճառը։ Բանը Չկա այդպիսի բան։ Ձեզ համար բարձ է այդ 3 պաշտոնյաների
այսպես աշխատանքից Ինձ Եվ համար այլ պաշտոն ինձ համար նշանակվի։ պարզ չի, որովհետև ես չեմ հետաքրքրվել։ Այսինքն դա ոստիկանապետի տեղակալի պաշտոնից ազատման հարցը, դա մի հարց է, որը ենթադրում են ոստիկանապետ, ներքին գործերի նախարար եւ երկրի վարչապետ միասին որոշում են։ Եթե ազատվել են այդ մարդիկ, ենթադրաբար երկրի բարձրագույն ղեկավարությունը, այս պարագայում վարչապետ, ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ինչ որ բանից դժգոհություն են ունեցել եւ դա նորմալ է։ Ինչու ոչ, որովհետեւ եթե անկեղծ չեմ հետաքրքրվել, բ լիքը գործ ունեմ, ես իմ ոլորտի գործերով եմ զբաղված, իհարկե հասկանալի է, որ նաեւ քաղաքական իշխող կառավարող քաղաքական ուժի վարչության նախագահի տեղակալն եմ, բայց այդ հարցում չեմ հետաքրքրվել, որովհետեւ իմ հանգստացնում է սպանությունները, որոնք այդքան հաճախ են Եթե մեզ որևէ բան չանհանգստացներ, ենթադրում եմ ձեր ասած փոփոխությունները տեղի չունեն։ Ինչ որ մի բան մեզ անհանգստացել է, չէ՞ որ կադրային փոփոխություններ եղել, որպեսզի նոր աչքով նայեն, ինչ որ միգուցե ինչ որ բաց կա, այդ բացերը լրանա, այսքանը սիրելի Մի հարց էլ է, ուղղակի խնդիրը կապված, ասում են, որ այսպես ներկուսակցական խժդժություններ կան, որ ներսում այսպես լոբինգ է եղել, անգամ այստեղ падգամավորներ ավելի ցածր հորիզոնականներում են հայտնվել եւ այլն, այս 50-ի մեջ չեն եղել։ Այսպիսի խոսակցություններ կան։ Ես այդպիսի խոսակցություններ չեմ լսել, բայց կարող է մի գործընկեր, մեկը կամ մի քանիսը, ինչու ոչ, հիմա իր ակնկալածից պակաս ձայն ստանալ եւ հասկանալի պատճառներով կամ ոչ հասկանալի, միգուցե որոշակի դժգոհություն լինի կամ մի ընկերել, ասենք, իր ակնկալածից ավել ստանա եւ դրական իմաստով անակնկալի գա։ Ընտրությունը տարածքային կազմակերպություններում դերակատար եք, կապը շատ է, այդ դա աշխատել է ձեր այսպես քվեարկության ակտիվների վրա։ Տեսեք, նորից չեմ ճիշտ չի, որպեսզի ես նման բաներ մեկնաբանեմ։ Ես փաստը նա է, որ մենք կանոններ ենք մշակել, քարոզարշավ չենք արել եւ այլն, այսինքն մեր պատվիրակները եկել են ընտրել են։ Ես դա ճիշտ չի, ես մեկնաբանեմ, թե ինչի են իմ ձայները ավել կամ պակաս եղել, դա ԿՊ կուսակցության անց Փաշինյանին չի ընտրել, դա վավեր քվեաթերթիկներով Եվ ինչ, եւ ինչ, մասին է խոսում, որ եւ ինչ, սա նրա մասին է խոսում, որ հարգելի գործընկերներ, դա նրա մասին է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժում բացարձակ ժողովրդավարություն է, բացարձակ ժողովրդավարություն։ Երբ որ դուք հունիսի 7-ին ձեր համար մի մասը կարող է ցանկալի, մի մասը ոչ ցանկալի արդյունքների տեսնեք, մի զարմացեք, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում երևույթներ են տեղի ունենում, որոնք որ Հայաստանում չեն եղել։ Դուք օրինակ, տեսեք, դուք հիմա զարմանում եք նման բաներից, բայց պետք չի զարմանալ, որովհետև հենց քաղաքացիական պայմանագրի կենսունակությունը հենց դրա մեջ է, որ մեր կուսակցականը կարա չհամաձայնվի նիստի ընթացքում երկրի ղեկավարի հետ ինչ-որ հարցում։ Եվ դա լսում ենք, չէ, քննարկում ունենանք, վարչապետը իր մոտեցումը կարող է նաև քննարկման արդյունքում փոխել, հենց դա է ժողովրդավարությունը։ Դուք հիմա զարմանում եք այդպես նման բանից, բայց այդպես ու դա հենց մեր ուժեղ կողմերից մեկն է եւ մենք հաստատ դրանից չենք պատրաստվում հրաժարվել։ Սարգսյանը, պարոն Պապյան, որ ԿՊ հիմնադիր է, ասում է, ես այդպես էլ չհասկացա, թե ինչու ինձ, այսպես ասած, ցուցակ չմցրեցին։ Սա ժողովրդավարության ֆայլում է, որի կուսակցության, եթե դուք ՀՀԿ-ական եք եղել նախին, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած, հիմնադիր անդամ է ԿՊ-ի եւ շատ վիրավորված կարծեմ իր խոսքերից դա է երևում։ Ինչու սա էլ է ժողովրդավարության, ասում ես ամեն ինչն է ժողովրդավարական։ Ամեն ինչ դուք նույնիսկ այդ դա չեք ըմբռնել, որ մեր կուսակցությունը ինչքան հենց այդպեսին է մտքով ազատ, բաց, փոփոխության ենթարկվող, որովհետև այս վերջերս բաներ կա, չէ, ասենք եկել վարչապետի մի հայտարարություն 2014 թվականի վերցնում են ու եկել 26 թվականի իրար կողք են դնում, տեսնում ես մոտեցումը մի փոքր փոխվել է։ Իրականում ողբերգություն կլիներ մեր պետության համար եւ ցանկացած քաղաքական գործի համար։ Եթե ինքը 12 տարվա ընթացքում
մնար նույն կարծիքի, որովհետև 12 տարվա ընթացքում կյանքում ու աշխարհում այնքան բան ա փոխվել, որովհետև մարդը մեկ գիրք ավել կարդա, ինքը մի քիչ ուրիշ կերպ է մտածելու, քան մինչև այդ մեկ գիրք կարդալը։ Եվ եթե որևէ մեկը 12 տարի առաջ մտածում է ամեն ինչ այնպես ինչպես հիմա, դա այդքան էլ լավ բան չի խոսում այդ մարդու մասին, որովհետև դա նշանակում է, որ մենք աշխարհի փոփոխություններին չենք ենթարկվում, չենք հարմարվում։ Հարգելի գործընկեր, ես ասում եմ, անգամ մեկ գիրք կարդալուց հետո ես կարող եմ ունենալ ինչ որ հարցի մասին այլ կարծիք, եւ դա նորմալ է։ Հակառակն է ոչ նորմալ։ Պարոն Պապյան, խնդիրը գիտեք, որն է, որ ենթադրաբար ինչ որ դժգոհ պաշտոնյաների ազատում են աշխատանքից, տանում այլ պաշտոնների, դրա դժգոհությունը ինչու՞ է արտահայտվում։ Ես չգիտեմ ինչ ենթադրություն բերեցիք, չհասկացա ինչ ասեցիք։ Հիմա երեկվա ազատված պաշտոնյաները նշանակվել են Արփինե Սարգսյանի նախարարներ եւ օգնական։ Նախարարի խորհրդական ու օգնական նշանակվում են բացարձակապես նախարարի որոշմամբ, հարգելի գործընկերներ։ Ես հիմա նախարարի, ասում եմ, երևույթը այսպես ասում եմ, նախարարը ինքն է որոշում բացարձակապես, թե ով պետք է լինի իր օգնականը եւ խորհրդականը։ Եվ A կոռեկտ չի, ես մեկնաբանեմ, B կարող եմ ենթադրել, որ իմ գործընկերը համարել է այդ մարդկանց օգնությունը կամ խորհուրդները այս պարագայում իրեն անհրաժեշտ։